Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, այսօր Փաստ ինֆոյի հյուրը քաղաքական վերլուծաբան, Հայրենիք կուսակցության քաղխորհրդի անդամ Կարեն Կարապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ հրավերքի համար։ Պարոն Կարապետյան, քաղաքացիական պայմանագիրը դրամահավաք է հայտարարել քարոզարշավի համար։ Հարց է առաջանում, եթե դրամահավաքը հիմա է նախաձեռնում, ապա մինչև այժմ տպված բաներները, բուկլետները, չգիտեմ, քարոզարշավի նյութերը ինչ գումարներով էին տպվում։ Շատ լավ հարց է իրականում, որովհետև մինչ այս չի եղել ֆինանսական թափանցիկություն ՔՊ-ի կողմից, նայեք, նրանք բոլորին մեղադրում են ինչ-որ ֆինանսական չարաշահումների մեջ, ինչ-որ, չգիտեմ, վերացական ընտրակաշառքներ բաժանելու մեջ եւ այլն, բայց իրենք արդեն տևական ժամանակ է, որ տոտալ քարոզարշավի մեջ են, բնականաբար այդ քարոզարշավի ընթացքում ծախսվում են գումարներ, սկսած տարատեսակ ձեր մատնանշած բաներներից, վերջացրած այցերով եւ այդ իրենց կաֆեներով, այդ իրենց ուտելու պրոցեսներով եւ այլն, այսինքն ՔՊ-ն անում է քարոզարշավ ոչ թափանցիկ ֆինանսական աղբյուրներով։ Հիմա կամ այդ ֆինանսական աղբյուրները, որոնք ծախսվում էին մինչ այս եւ այս պահին նույնպես, քանի որ դրամահավաքը դեռ նոր է մեկնարկել, որոնք ծախսվում են իրենց քարոզարշավի համար, կամ ստվերային միջոցներով են գոյանում, կամ ուղղակիորեն ծախսվում են պետբյուջեի հաշվին, այսինքն ՔՊ-ն քարոզարշավ է անում մեր միջոցներով։ Պետբյուջեի հաշվին ծախսում է գումարներ, էլ չասած, որ ՔՊ-ն նաև խախտում է մնացյալ բոլոր օրենքները, որոնք կապված են ընտրությունների հետ, սկսած վարչական ռեսուրսի կիրառմամբ, վերջացրած ընտրակաշառքով, թե ուղղակի, թե անուղղակի կերպով, որովհետև քաղաքացուն օգնելու խոստումները ընտրությունների շեմին, ոմանց տանիքը սարքելը, մեկի ինչ-որ բանակի հարցը լուծելը, մյուսի քրեական գործի հետ ծանոթանալը եւ այլն, այդ բոլորը պարզապես ընտրախոստումներ են, ընտրակաշառքներ են, որոնք բաժանվում են այս պարագայում արդեն անուղղակի ձևով։ Հետևաբար, երբ որ Նիկոլ Փաշինյանը այլոց մեղադրում է ընտրակաշառք բաժանելու մեջ եւ որոշ դեպքերում նաեւ հարուցվում են քրեական գործեր, ապա եթե որևէ մեկը պետք է դատվի ընտրակաշառքի մեղադրանքով, ապա Նիկոլ Փաշինյանը այդ դատվողի հետ հավասարապես պետք է կանգնի դատարանի առջև որպես ընտրակաշառատու։ Տեսեք, հետաքրքիր է, որ քաղաքացիական պայմանագիր իր քարոզարշավը սկսել է պաշտոնական մեկնարկից շատ ավելի առաջ, ամիսներ առաջ, օգտագործում է անսահմանափակ ռեսուրսներ, մինչդեռ մյուս ուժերը եւ հատկապես ընդդիմադիր ուժերը կաշկանդված են այդ պաշտոնական ժամկետներով։ Դուք նշում եք, որ պետք է Նիկոլ Փաշինյանը եւս պատասխանատվության ենթարկվի, բայց ով է այդ պատասխանատվության ենթարկողը, որովհետեւ հիմա Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է լռեցնել եւ ռեպրեսիաների ենթարկել ընդդիմադիր ուժերին։ Համաձայն եմ, որ այս պայմանությամբ չկա այն իրավապահ մարմինը, ատյանը, որը Նիկոլ Փաշինյանին կենթարկի պատասխանատվության։ Ֆանտաստիկայի ժանրից կլինի կարծելը, որ գլխավոր դատախազը կմտնի միջնորդությամբ, որպեսզի ստանա Նիկոլ Փաշինյանին կալանավորելու թույլտվությունը։ Սակայն խոսքս այն մասն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի որպես ընտրակաշառատու, եթե որևէ մեկին դատեն այդ մեղադրանքով, որովհետև նա ասենց ժողովրդի լեզվով ասած ափաշկարա ընտրակաշառք է բաժանում մեր բոլորի աչքի առջև։ Մյուսներինը եթե վիրտուալ են այդ գործերը, Նիկոլ Փաշինյանինը բացահայտ է։ Ինչ վերաբերում է բուն քարոզարշավին, որը նա սկսել է, իհարկե Նիկոլ Փաշինյանը օգտագործում է ռեպրեսիվ մեթոդներ, օգտագործում է իր ձեռքի տակ ունեցած ողջ լծակները, սակայն ես կարծում եմ որ ընդդիմությունը նույնպես պետք է զբաղվի ակտիվ քարոզչությամբ։ Նայեք ինչ է կատարվում։ Մենք այս օրերին տեսնում ենք անդադար, գրեթե օնլայն ռեժիմով տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի ցանկացած գյուղ, քաղաք, բնակավայր այցելելուց, ցանկացած դուր ծեծելուց, երբ որ նրան դռնից հանում են դուրս, նա պատուհանից է մտնում ներս։ Գիտեք ինչ, եկեք իրատեսական լինենք եւ իրեն անվանենք իրենց անուններով։ Վաղուց է բուկլետների ժամանակաշրջանը անցել։ Հիմա գրեթե ոչ ոք որևէ քաղաքական ուժի ծրագիրը կարդալով չի գնում ձայն տալիս կամ հակառակը հրաժարվում այդ ընդդիմադրին քվե տալուց։ Հիմա մարդիկ
ուզում են որպեսի ընդդիմադիրներին տեսնեն իրենց դռան առջև, ընդ որում ոչ թե պարզապես երիտ թևերի ներկայացուցիչներ, այլ բուն առաջնորդներին։ Եվ սուտ է այն բանը, որ դա մթնոլորտ չի փոխում։ Նայեք, ձեզ մի պարզ օրինակ բերեմ, պայմանական ասած Գորիսում, չէ՞, մի օր գնացել էր Գորիս, որևէ քաղաքացի, որը վերջին անգամ չէ հիշում, թե բարձրաստիճան պաշտոնյա երբ է տեսել, որքան էլ նա ունենա ընդդիմադիր տրամադրություններ, որքան էլ այդ պահին Նիկոլ Փաշինյանին հայելուց լիներ իրենց տան խոհանոցում, երբ որ դուռը ծեծում են եւ նա դուռը բացում ու իրանց դռան շեմին տեսնում է Նիկոլ Փաշինյանին իր սեփական կերպարանքով կանգնած, ինչ որ մի բան այդ մարդու մոտ փոխվում է։ Ես չեմ ասում այդ մարդը մի անգամից հեղափոխվում ու դառնում է իշխանամետ, ոչ, բայց ինչ որ էլի եմ ուզում ասեմ, ինչ որ մի տատանում այդ մարդու մոտ առաջանում են, նույնն էլ պետք է անի ընդդիմությունը, ընդդիմության առաջնորդները, այն մարդիկ, որոնք ստանձնել են պատասխանատվություն, որ պետք է ընտրություններով հեռացնեն Նիկոլ Փաշինյանին, այդ մարդիկ նույնպես պետք է գնան դռնեդուռ, ոչ թե դահլիճային հավաքներ անեն, ոչ թե ինչ-որ հանրահավաքներ անեն։ Ես այդ հանրահավաքների process-ի մեջով վաղուց եմ անցել, շատ լավ եմ պատկերացնում ոնց են կազմակերպում այդ հավաքները, ովքեր են ներկա, ոչ պետք է դռները ծեծեն, բնակչի դուռը պետք է ծեծեն եւ անմիջապես շփում ապահովեն բնակչի հետ։ Յուրաքանչյուր ընտրող պետք է իր հարցերը ուղղի ընդդիմության առաջնորդներին, ոչ թե նրանց ներկայացուցիչներին, որոնց չի իմանում ովքեր են, այլ անմիջապես շփում պետք է առաջանա առաջնորդների հետ։ Այդ առումով կարծում եմ մի փոքր ընդդիմությունը կարծես թե հապաղում է։ Իհարկե կան աշխատանքներ, այնպես չէ որ ընդդիմությունը ոչինչ չի անում, արվում են աշխատանքներ, արվում են հանդիպումներ եւ այլն, բայց փոքրինչ կարծես այդ ակտիվության մեջ զիջում են Նիկոլ Փաշինյանին։ Բնական է դա, որովհետև այնուամենայնիվ իշխանությունը ունի առավելություն, թեկուզ պայմանավորված իր ունեցած լծակներով եւ այլն, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ դարձել է քարոզարշավի ժամկետների խախտման պիոները, հետեւաբար որևէ մեկին նա ոչ բարոյապես, ոչ իրավական հարթությունում չի կարող մեղադրել, որ նա նույնպես քարոզարշավ է մեկնարկել թեկուզ պաշտոնական քարոզարշավից առաջ։ Հատկապես եթե հիշենք, թե վերջերս ինչ էր հայտարարում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, կարծես թույլատրելի է սկսել քարոզարշավը մինչ պաշտոնական մեկնարկը։ Պարոն Կարապետյան, տեսեք, ընտրությունների հնարավոր ընթացքի եւ հնարավոր ելքերի մասով կարծիքները Հայաստանում կիսվում են, ոմանք կարծում են, որ հնարավոր չէ ընտրություններով իշխանափոխության հասնել, ընդդիմադիր ուժերն էլ ուժերից ոմանք վստահ են, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է ընտրություններով հեռացնել։ Հիմա հարց է առաջանում վարչական ռեսուրսները անխնա օգտագործող, ընդդիմադիր ընտրազանգվածին շուն ու շանգյալ անվանող Նիկոլ Փաշինյանին արդյոք հնարավոր է հեռացնել ընտրությունների ճանապարհով եւ ընդհանրապես հնարավոր է խոսել արդար ընտրությունների մասով։ Քավլիցի մենք բնականաբար քաղաքացիներին չենք այսպես վախեցնում ընտրությունների գնալուց կամ չենք ասում, որ իրենց ձայնը որոշիչ չի լինելու, բայց արդյոք հնարավոր կլինի իրոք ապահովել մեր հասարակության ընտրության արդարությունը, թափանցիկությունը եւ արդյոք մտավախություն չկա, որ Նիկոլ Փաշինյանը կարող է բռնանալ նաեւ քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա։ Հարցը եկեք բաժանենք երկու մասի, որովհետև կարող է թվալ հիմա իմ ասածում հակասություն առաջանա, իրականում սակայն որևէ հակասություն չկա։ Նայեք, արդար ընտրությունների մասին խոսքից լինել չի կարող, որովհետև ընտրությունները կեղծվում են արդեն մի քանի տարի։ Այն որ ասում եք բռնաճնշումների ենթարկի նաև ընտրողներին, Նիկոլ Փաշինյանը իրականում բռնաճնշումների է ենթարկում հենց քաղաքացիներին, այն ռեպրեսիվ մեթոդները, որը նա կիրառում է, իրականում դրանց հասցեատերը քաղաքացիներն են, որովհետև քաղաքական ուժերին հնարավոր չի ճնշել ռեպրեսիվ մեթոդներով, որևէ կալանք, լինի տնային, թե իրական կալանք, թե ինչ-որ մեկ այլ քրեական պատասխանատվություն, այդ գործիքակազմը չի աշխատում քաղաքական ուժին լռեցնելու պարագայում, որովհետև քաղաքական ուժը հստակ գիտակցում է, թե ինչ ճանապարհ է ոտք դրել եւ ինչ է սպասվում իրեն այս գործընթացի ընթացքում։ Նրա ամբողջ հասցեատերը Նիկոլ Փաշինյանի գործողությունների հենց քաղաքացիներ, դրանով նա փորձում է վախեցնել քաղաքացիներին, ճնշել քաղաքացիներին, որով ու նպատակը հետեւյալն է, որ առնվազն այն քաղաքացիները, որոնք իդեպ ճնշող մեծամասնություն են, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, գոնե վախից չգնան ընտրատեղամասեր, մնան տանը։ Սա է Նիկոլ Փաշինյանի իրական նպատակը։ Նիկոլ Փաշինյանը չի խորշի ցանկացած ընտրակեղծիքից, լինի դա պարզապես ուղղակի քվեատուփերի լցվող
կանցոնում, թե չգիտեմ ընտրակաշառքի ուղղակի բաժանում, նա որևէ քայլից չի խորշելու, նա ունի գետ մեր նպատակ վերարտադրվելը, սակայն դա այդ ամենով հանդերձ չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր չի հեռացնել ընտրություններով։ Քաղաքականության մեջ ոչ մի բան բացառված չէ։ Նայեք, ասում էին, որ Հայաստանում չի եղել նախադեպ, որ իշխանությունը հեռանա փողոցով։ Սակայն տեսեք, նախադեպը 2018 թվականին եղավ։ Եկեք չխորանանք պատճառների մեջ, զուտ արձանագրենք փաստը եղավ, որ եղավ այդ նախադեպը, որ իշխանությունը փողոցային պայքարի արդյունքում հեռացավ։ Ասում էին Հայաստանում չի լինի որևէ ղեկավար, որը կհանձնի Արցախը, բայց մենք իդեմս Նիկոլ Փաշինյանի ունեցանք այդ ղեկավարը, որը հանձնեց ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Հիմա նույնն էլ այս պարագայում է, ես չեմ բացառում, ու իմիջիալոց չի կարելի ասել, որ բացառվում է ընտրություններով հեռացնելը, որովհետև այդ դեպքում մարդիկ պարզապես չեն գնա ընտրությունների, որովհետև կմտածեն նա, եթե ես պիտի գնամ ընտրության ու հնարավոր չլինի հեռացնել, էլ ինչի եմ իզուր գնում ընտրության, իսկ մնալով տանը դա ծառայելու է Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն ես կարծում եմ, որ այո, հնարավոր է Նիկոլ Փաշինյանին ընտրություններով հեռացնել։ Դա չի հակասում նրա ընտրակեղծիքներին դիմելուն, բայց նաև փողոցային պայքարն էլ շատ լուրջ, շատ հսկայական լուրջ գործիքակազմ է, որը ընդդիմությունը կարող է կիրառել, որովհետև երբ որ դու փողոցում գեներացնում ես մեծ հանրություն, դժգոհությունների մեծ ալիք, հանրահավաքներ, ցույցեր, անհնազանդության խաղաղ, իհարկե շեշտենք, որպես հետո իշխանությունները ինչ-որ բաներ չվերագրեն, խաղաղ անհնազանդության ակցիաներ եւ երբ որ այդ ամենով հանդերձ գնում ես ընտրությունների, բնականաբար իշխանությունների գործը շատ ավելի է դժվարանում, որովհետեւ իշխանությունները չեն կարող մի տեղից, մի կողմից դիմեն ընտրակեղծիքների իրենց ողջ ռեսուրսը օգտագործեն, կենտրոնացնեն այդ ուղղությամբ, մյուս կողմից փորձեն կանխել այդ փողոցային մեծ դժգոհությունների ալիքը, հատկապես որ ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը ամենից շատ սարսափում է հենց փողոցային լայն կոնսոլիդացիայի ժողովրդի դժգոհության այդ մեծ ալիքից, որովհետև Նիկոլ Փաշինյանը ինքը շատ լավ գիտի, քանի որ ինքը իշխանության է եկել փողոցով, Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, թե ինչ է ունակ անել փողոցը, եւ եթե ընդդիմությանը հաջողվեր այդ երկուսը միավորել, իհարկե լավագույն տարբերակը կլիներ Նիկոլ Փաշինյանին հեռացնել մինչև ընտրությունները, սակայն եկեք իրատեսական լինենք, ընդամենը 2 ամիս է մնացել ընտրություններին, եւ եթե ընդդիմությանը հաջողվի հիմա ընտրության գնալ միաժամանակ կոնսոլիդացնելով փողոցը, ապա ես գրեթե վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանին վերարտադրվելու որևէ շանս չի մնա։ Այսինքն ձեր դիտարկմամբ կա գործիքակազմ, որը թույլ կտա ընդդիմությանը տեր կանգնել այն քվեներին, որը իրենց կտա հասարակությունը, կամ այն քվեներին, որը հասարակությունը չի տա Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե կա այդ գործիքակազմը, ընդդիմությունը պարտավոր է այդ գործիքակազմը կիրառել, որովհետև նայեք, մենք չենք գտնվում դասական քաղաքական գործընթացների շրջափուլում, երբ որ եկել են հերթական ընտրությունները, հիմա իշխանությունը փորձում է պահել իշխանությունը, ընդդիմությունը փորձում է վերցնել այդ իշխանությունը, դա նորմալ դասական գործընթաց է, սակայն ընտրություններից հետո կյանքը երկրում շարունակում է իր բնականon հունով։ Մենք չենք գտնվում այս ընթացքի մեջ, մենք կանգնած ենք լինելիության, լինել չլինելու առջև։ Իդեպ, որպեսզի անպագորգոր չհնչի այդ լինել չլինելը, շատերը պատկերացնում են, որ եթե Աստված մի արասցեն Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ապա ամսի 7-ից հետո Հայաստանի Հանրապետությունը այլևս չի լինելու։ Ոչ, Հայաստանի Հանրապետությունը լինելու է բնականաբար, բոլորս էլ դա շատ լավ հասկանում ենք։ Այստեղ խնդիրը այն չէ լինելու է Հայաստան, թե չի լինելու։ Խնդիրը այն է, թե ինչպիսի Հայաստան է լինելու հունիսի 7-ից հետո։ Ես միանգամայն համոզված եմ, որ հունիսի 7-ից հետո, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, չի լինելու այն Հայաստանը, որը կա նույնիսկ հենց այս պահին, երբ ես եւ դուք նստած իրար հետ զրուցում ենք, լինելու է միանգամայն ուրիշ Հայաստան, թե ներքաղաքական կյանքի առումով, թե արտաքին։ Մենք լինելու ենք թուրքահպատակ Հայաստան, մենք լինելու ենք թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող Հայաստան, Հայաստանը վերածվելու է մի ընդամենը մեծ տարածքի, մի մեծ միջանցքի, այսպես ասած, որով երթևեկում են թուրք-ադրբեջանական բեռնատարները, մի խոսքով մենք սպասարկելու ենք այդ բեռնատարներին, մենք սպասարկելու ենք թուրք-ադրբեջանական տանդեմի այդ
շարժը, ահա այսպեսի մի Հայաստանը լինելու, մենք չենք լինելու, որ դերակատար նույնիսկ տարածաշրջանային լոկալ խնդիրների հետ կապված, այսինքն մենք վերածվելու ենք կարգին հաղորդումը, հիշում եք, որ ասում Քյալո ջան, քո կարծիքը ոչ ոք չի հարցնում, մենք վերածվելու ենք այդ Քյալոյի ներքաղաքական կյանքում Նիկոլ Փաշինյանը շատ ավելի այլասերված բռնապետություն է ձևավորելու, քան կա, այն որ ասում են Հայաստանում բռնապետություն է ձևավորվելու, ոչ, դա այդպես չէ, Հայաստանում արդեն ձևավորված է բռնապետություն, Նիկոլ Փաշինյանը արդեն այդ ռեժիմը հաստատել է, սակայն հունիսի 7-ից հետո նրա վերարտադրման դեպքում բռնապետությունը շատ ավելի այլասերված ձևեր է ստանալու, նրանց դեմ այլևս կանգնեցնելը շատ դժվար է լինելու, մենք հասնելու ենք նաև սահմանադրության փոփոխությանը, որից հանվելու է մեր Հայաստանի Հանրապետության ծննդականը, այն է անկախությունը, մենք լինելու ենք մի անդեմ երազանքներից, ազգային իղձերից, ազգային նպատակներից ու արժեքներից զուրկ ինչ-որ մի սպառողական զանգված։ Հիմա մենք պետք է որոշենք, մենք ուզում ենք նման հեռանկար ունենանք, իհարկե դա նույնպես անշրջելի չէ, իհարկե նույնպես ամենակարելի է հետ բերել, սակայն բժշկության մեջ գոյություն ունի մի ապացուցված դոգմա, չէ, շատ ավելի լավ է հիվանդությունը կանխարգելել, քան հետո բուժել։ Հիմա ավելի լավ է մենք հունիսի 7-ին կանխարգելենք, որպեսզի հետո ստիպված չլինենք բուժվել։ Բայց ելի եմ շեշտում, ամեն ինչ ոչ մի բան անշրջելի չէ, նույնիսկ այդ վատթար վիճակից մեր հասարակությունը ապացուցել է թեկուզ 88 թվականի շարժումը, որ հնարավոր է կրկին շտկի իր մեջքը։ Պարոն Կարապետյան, ուժեղ Հայաստանից հայտարարում են, որ դաշինք չեն կազմելու, չեն միավորվելու նախկինում իշխանության եղած կամ պատասխանատվություն կրող ուժերի հետ։ Այս դեպքում մտավախություն չկա, որ օրինակ ուժեղ Հայաստանը կարծեք թե իրեն զրկում է փորձառու կադրերի հետ աշխատելու հնարավորությունից կամ ավելի նեղացնում եւ փոքրացնում է իր ընտրազանգվածը։ Չէ ուզենա գնահատական տալ այս փուլում մեկ այլ քաղաքական ուժի քայլերին, որը հանդես է գալիս ռադիկալ ընդդիմադրի դիրքերից, ռադիկալ ասելով նկատի չունեմ նրանց ծրագրային դրույթները կամ քաղաքական մոտեցումները, ռադիկալ ասելով նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու վճռականությունը։ Չեմ ուզում պարզապես գնահատական տալ, որպեսզի այս փուլում այս կամ այն կերպ որևէ մեկի մոտ թյուրըմբռնման, տարակարծության տեղիք չտամ, որովհետև առաջիկայում ընտրություններն են, եթե այդ քաղաքական միավորը գտնում է, որ չպետք է համագործակցել ասեմ, թե դաշինք կազմել ասեմ, թե ինչ ասեմ, այն ուժերի հետ, որոնք նախկինում եղել են իշխանության կամ ստանձնել են որոշ չափով պատասխանատվություն, դա իր որոշելիքն է, եթե ինքը գտնում է, որ նոր դեմքերի հետ, թեպետ գիտեք Հայաստանում մի քիչ դժվար է ամբողջովին նոր դեմք գտնելը, ինձ թվում է նոր դեմքերը ծնվում են հիմա, որոնք մի 20 տարուց հետո 18 տարուց հետո պետք է դառնան չափահաս ու ներկայանան նոր դեմք, այն մարդիկ, որոնք այսօր օրենքով սահմանված կարգով իրավունք ունեն մասնակցել քաղաքական պրոցեսներին, ելի եմ շեշտում, մի քիչ այտենց լրիվ նոր դեմք ասել գտնելը դժվար է, հետո մի քիչ ես նաև մի քիչ իմ համար ընդունելի չէ այդ հին դեմք, նոր դեմք ասված այդ տարբերությունը, որովհետև եթե մարդը, ասենք, ինչ-որ մի գործունեություն է ծավալել նախկինում, ապա դա չի նշանակում, որ իրավունք չունի նաև գործունեություն ծավալել ապագայում։ Հիմա ինչ կապ ունի մարդը, որ թվականին որտեղ է աշխատել, ինչ պաշտոն է զբաղեցրել, ինչ պատասխանատվություն է ստանձնել, դա մի փոքր կարծես թե ինչ-որ բան է դնում քաղաքացիների մեջ, բայց էլ եմ ասում, եթե այդ ուժը գտնում է, որ նման գործիքակազմով էլ ավելի կարող է մոտենալ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, ապա ես միանգամայն կողջունեմ, եթե մենք հունիսի 8-ին արթնանանք եւ տեսնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը այլևս Նիկոլ Փաշինյանը չէ, ես կասեմ, այո, նրանց հաջողվեց այդ գործիքակազմը կիրառելով, այդ մոտեցումը որդեգրելով հեռացնել Նիկոլ Փաշինյանին, սպասենք արդյունքներին։ Իսկ Հայրենիք կուսակցությունը ինչու չմասնակցեց այս ընտրություններին։ Նայեք, սա նույն, ասենք, կարող եմ այսպես շարունակել, ելակետը վերցնելով հունիսի 7-ը, նայեք, մենք հայտարարեցինք, որ մեր համար պարզապես ազգային շեմը
ներողություն, ազգային ժողովի ընտրական շեմը հաղթահարելը եւ ազգային ժողովում ուղղակի խմբակցություն ունենալը ինքնանպատակ չէ։ Ես ուզում եմ մի փոքր հղում անեմ անցյալում, որովհետեւ այս ամենը ունեն շղթայական կապ։ Նայեք, ժամանակին Արթուր Վանեցյանը խմբակցության ղեկավարն էր, սակայն նա վայր դրեց մանդատը եւ հայտարարեց, որ եթե այդ փուլում շեշտում եմ, չի հաջողվում Նիկոլ Փաշինյանին հեռացնել, որը գլխավոր նպատակն է, ապա իմ ազգային ժողովում մնալը ես համարում եմ ոչ անհրաժեշտ, այսինքն թե այն ժամանակ, թե հիմա ազգային ժողովի падգամով որ լինելը, մանդատ ունենալը եւ խմբակցություն ունենալը, այդ թվում խմբակցության ղեկավար լինելը ինքնանպատակ երբևէ չի եղել, եթե դա չի հանգեցնում գլխավոր հարցի լուծմանը, այն է իշխանափոխությանը։ Նույնն էլ հիմա հայրենիք կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, որ մենք չենք ցանկանում ընդդիմադիր ձայները մասնատել։ Ես ուզում եմ այստեղ շեշտադրում անել բառերի վրա մասնատել, այլ ոչ փոշիացնել, որովհետև դրանք միանգամայն տարբեր բաներ են։ Ես վստահ եմ, որ մենք կկարողանայինք հաղթահարել անհրաժեշտ շեմը, հետևաբար փոշիացման ձայների փոշիացման մասին որևէ խոսք չկա, բայց քանի որ մեր նպատակը ուղղակի հաղթահարելը չէր, մենք որպեսզի չմասնատվեն ընդդիմադիր ձայները, մենք որոշեցինք չմասնակցել ընտրություններին, հնարավորություն տալ այն ուժերին, որոնք հայտարարել են, որ իրենք անպայմանորեն հասնելու են Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, անպայմանորեն հասնելու են իշխանափոխությանը, որ այլևս նույնիսկ չի քննարկում, որ հունիսի 7-ին անպայման Նիկոլ Փաշինյանը հեռանալու է եւ այլևս չի լինելու Հայաստանի վարչապետ, մենք հնարավորություն տվեցինք դրանով այդ դերակատարությունը ստանձնած ուժերին կատարել իրենց խոստումը եւ հունիսի 7-ին հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Կարծում եմ, հույս ունեմ այդ ուժերին կհաջողվի հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Պարոն Կարապետյան, ինքնիշխանության ամրապնդման մասով հայտարարություններ անող Հայաստանի ղեկավարությունը դիմում է ԵՄ առաքելությանը, որպեսզի երաշխավորի, չակերտավոր երաշխավորի ընտրությունների այսպես անցկացումն ու անվտանգությունը։ Հարց է առաջանում, այս դեպքում ստացվում է, որ արդար ընտրությունները Հայաստանում պետք է ապահովեն ոչ թե ՀՀ քաղաքացիներն ու պետական մարմինները, այլ միջազգային ինստիտուտները։ Ստացվում է, որ մենք մեր ինքնիշխանությունը կամովին զիջում ենք արևմուտքին։ Երբ է այդպես է ստացվում, Հայաստանի իշխանությունները ինքնիշխանություն հասելով հասկանում են միայն հարաբերությունների խզում Ռուսաստանի հետ, ինքնիշխանություն հասելով հասկանում են դուրս գալ կամ այս պայդրությամբ սառեցնել հարաբերությունները հապկում եւ այլն, այսինքն որքան հեռու եւ որքան վատ հարաբերություններ Ռուսաստանի հետ, այդքան այս իշխանությունների անկալմամբ նշանակում է ինքնիշխանություն, սակայն գոյություն ունի մի փաստ, որը այս պահին սեղանին դրած է։ Նայեք, Հայաստանի նոր անկախ պատմության մեջ երբևէ չի եղել որևէ իշխանություն, որը կդիմի եվրոպական կառույցներին հենց բուն Եվրամիությանը խնդրելով, որպեսզի նրանք միջամտեն Հայաստանի ներքաղաքական կյանքին, այսինքն միջամտեն ուղղակիորեն միջամտեն Հայաստանի ընտրական process-ներին։ Երբ որ դու նման խնդրանքով ես դիմում որևէ քաղաքական կենտրոնի, աշխարհաքաղաքական կենտրոնի, ապա այստեղ որևէ ինքնիշխանության մասին խոսք լինել իսկ չի կարող, նշանակում է դու այլևս ինքնիշխան չես, դու այլևս ինքնիշխան չես նույնիսկ քո երկրի ներսում ընտրություններ կազմակերպելու հարցում։ Այս իշխանությունները այնքան ապիկար են, որ նույնիսկ ընտրություններ չեն կարողանում կազմակերպել եւ խնդրում են ուղղակիորեն եվրոպական միության կառույցներին, որպեսզի նրանք օգնեն, թե լինի ֆինանսական տեսքով, թե մեկ այլ աջակցությամբ դիտորդների եւ այլն, որպեսզի օգնեն այս իշխանություններին վերարտադրվել։ Նայեք, դիտորդներ միշտ են եկել, բոլոր ընտրությունների ժամանակ եկել են միջազգային դիտորդներ, սակայն նրանք չեն ունեցել որևէ մեխանիզմ, որևէ հստակ ֆունկցիա եւ իրավունք, ամենակարևորը շեշտենք, իրավունք, որպեսզի միջամտեն ընտրական գործընթացներին։ Նրանք միայն հետևել են ընտրություններին, տվել են իրանց գնահատականները, հիմա լավ թե վատ, բայց տվել են իրանց գնահատականները եւ այդպիսով նրանց լիազորությունները ավարտվել են, իրավունքները ավարտվել են։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանենք ցանկանում են, որպեսզի ԵՄ դիտորդները դառնան ՔՊ-ի վստահված անձինք ընտրատեղամասներում։
Եվ վերջում, պարոն Կարապետյան, եռացող տարածաշրջանում, երբ մեր բնական դաշնակիցը, սահմանագից երկիրը գոյաբանական կռիվ է տալիս, Հայաստանի իշխանությունները գնում են Թուրքիա եւ բողոքում, որ իրենք բոլոր զիջումները կատարել են, սակայն Ադրբեջանը կամ ադրբեջանական լոբինգը թույլ չի տալիս, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Նախ ժողովրդական լեզվով ասած, գնացել ում մոտ ումից է բողոքում, այսինքն մեծ եղբորից փոքր եղբորի բողոքում է փոքր եղբորից եւ դրան զուգահեռ հայկական կողմը կարծեք թե խնդրում է, որ հայ-թուրքական սահմանը բացվի, լավ հարց է առաջանում։ Թուրքիան բացում է սահմանը դիցուք 3 ամսով, Հայաստանի տնտեսությունը կախվածության մեջ է գցում իրենից, հետո նույն Ադրբեջանի լոբինգի պահանջով փակվում է այդ սահմանը եւ ինչ է լինում Հայաստանի հետ։ Նախ եթե Թուրքիան բացի սահմանը, չեմ կարծում, որ 3 ամիս հետո անհրաժեշտություն լինի փակելու։ Ինչ վերաբերում է, որ ըստ իշխանությունների ադրբեջանական լոբին խանգարում է, որպեսզի կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, դա նշանակում է, որ պաշտոնական մակարդակով թեպետ երկուստեք, թե Նիկոլ Փաշինյանի, թե Ալիևի կողմից հայտարարվում է, որ այլևս կարծես որևէ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագիրը կնքելու, որ Ալիևը վերջերս ասում էր, որ քաղաքացիական հասարակության այս փոխադարձ այցերը եւս մեկ քայլ են հասնելու խաղաղության եւ այլն, այսինքն պաշտոնապես թվում է ամեն ինչ խաղաղ է, սակայն կարծես թե կան պահանջներ, որոնք Հայաստանի իշխանությունները դեռևս չի կատարել եւ հետեւաբար Ադրբեջանը ոչ պաշտոնական մակարդակով փորձում է ճնշել, որպեսզի այդ խոստումները, իսկ ես գրեթե համոզված եմ, որ այն ամենը ինչ դեռ Նիկոլ Փաշինյանը չի կատարել, համենայն դեպս դրա խոստումները տվել է եւ փորձում է այդ ճնշումներով ստանալ իր հերթական ուզածները։ Դրանք կարող են լինել սկսած Տիգրանաշենի հանձնումից, վերջացրած ադրբեջանցիների վերադարձով, որոնք երկուսն էլ Ադրբեջանի պաշտոնական օրակարգում կան։ Այլ հարց է, որ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում դեռևս այդ ուղղությամբ, սակայն թե պաշտոնական խոսքում, թե պաշտոնական քաղաքականության մեջ, թե արևմտյան ադրբեջանցիների վերադարձ իրենց պատմական հայրենիք ճակերտների մեջ, ասած, թե այդ հարցը կա օրակարգում, թե անկլավների հարցը կա, հատկապես Տիգրանաշենը, որովհետև Տիգրանաշենը Ադրբեջանի համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք է։ Եթե Ադրբեջանը վերցնում է Տիգրանաշենը, ապա ուղիղ վերահսկողություն է սահմանում Հայաստանի այս տարածքների նկատմամբ։ Մի փոքր եթե ժամանակը ներում է զուգահեռ անցկացնեմ սահմանազատման ու սահմանագծման հետ, նայեք, իհարկե խոսվում է, որ սահմանազատման աշխատանքները պետք է շարունակվեն եւ այլն, բայց մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ այդ աշխատանքը կանգ է առել։ Հապճեպ այդ ամենը կատարվեց Տավուշում եւ դրանից հետո վերջ, այլևս ոչ մի առաջընթաց չկա։ Հարց է առաջանում ինչու, շատ պարզ, որովհետեւ Ադրբեջանին պետք էին ռազմավարական տեսանկյունից առաջին հերթին պետք էին հենց Տավուշի մարզում վերցնել այդ կարևորագույն բարձունքները։ Նույնը կապված է նաև Տիգրանաշենի հետ։ Հիմա այդ համատեքստում չի բացառվում, որ այդ լոբինգ ասվածը իրականում Ադրբեջանի արդեն ոչ պաշտոնական ճնշումներն են Հայաստանի նկատմամբ։ Իսկ որ Հայաստանը մշտապես խնդրում է, մշտապես մեկից մյուսին է բողոքում, նրանից նա է բողոքում, դա Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության ողորմելի վիճակն է, նա առաջին անգամ չի, որ բողոքում է, նա առաջին անգամ չի, որ խնդրում է, աղերսում է, հիշենք թեկուզ թրիփի հետ կապված եւ երբ մենք հայտարարում ենք թրիփը, ներկայացնում ենք որպես ինչ-որ անվտանգային մեխանիզմներ ունեցող դարակազմիկ մի հատ բան, սակայն Թուրքիան եւ Ադրբեջանը համառորեն շարունակում էին այն անվանել Զանգեզուրի միջանցք, իսկ Նիկոլ Փաշինյանը մակում այստեղ այնտեղ ուղղակի խնդրում էր, որպեսզի Ալիևին ու Էրդողանին ասեն, որպեսզի նրանք չասեն Զանգեզուրի միջանցք։ Արդյունքը տեսանք զրոյական է, նրանք շարունակում են առ այս պահ անվանել Զանգեզուրի միջանցք։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Այսօր իմ հյուրը քաղաքական վերլուծաբան, Հայրենիք կուսակցության քաղխորհրդի անդամ Կարեն Կարապետյանն էր։ Fast Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբվենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։